Մանկական քաղցկեղի վերաբերյալ չեմ կարծում թե աճ կա։ Ամենայն դեպս մեր ստատիստիկան դա ցույց չի տալիս թե աճ կա։ Այլ բան է, որ ախտորոշումն է գնալով տարիների ընթացքում ավելի լավանում եւ բացի դրանից պացիենտները մնում են Հայաստանում, դրա համար գրանցվելիությունը ավելի շատանում է։ Այսինքն մենք տեսնում ենք պացիենտներին, իրենք չեն գնում այլ երկրներ կամ որպես փախստական, թե այլ կերպ, այսինքն մնում են այստեղ։ Դրա համար այդ թիվը, որ տեսնում ենք, դա է։ Երկրորդը մենք բնական է սկսել ենք ավելի շատ խոսել այդ մասին եւ այդ պատճառով է, որ ձեր աչքին ավելի շատ է երևում։ Ժամանակին դե հաղորդակցության միջոցները ավելի քիչ էին։ Չկային սոցիալական ցանցեր, այս ինֆորմացիոն տեխնոլոգիաները այլ ավելի քիչ էին զարգացած, բնական է, որ ավելի քիչ կտեսնեիք, այսինքն կարող է ամսական մի անգամ կամ տարի մի անգամ քաղցկեղի օրը մի հոդված կարդայիք եւ դրանով սահմանափակվեր։ Բայց հիմա, քանի որ ամեն մարդ, այսպես ասած, կես լրագրող է նաեւ, այսինքն կարողանում է իր մտքերը ցույց տա կամ արտահայտի սոցիալական ցանցերի միջոցով, բնական է, որ այս ինֆորմացիան ավելի հասանելի է դարձել։